Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Խաղաղության համար ժամանակ չկա, Գիլերմո Կարամանյան, Արարատը մեր աչքերով, Արևելյան Հայաստանի ազգային ժողովը մերժեց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու առաջարկը, հայկական շուգան Անտեբի մեջ, Գաբրիել Էֆենդի, Նորադունկյան, հայ գործիչ Օսմանյան գասրության մեջ, ընդունակ չենք պետություն գերդելու, Աշոտ Հարությունյան, Շուշին ըստ ԱԹՕ-ի, Աշոտ Հարությունյան, Արշակ Ֆետվաչյանի անին։ Բոյնես Այրես 2 հոկտեմբեր 2025 թվական։ Մենք հայերս որպես ազգ ունենք առանձնահատուկ հատկանիշներ, շատ բազմազան եւ հարուստ, որոնք մեզ կտան ինքնություն։ Այդ հատկանիշներն մեկը անշուշտ խաղաղաբաշտ լալու ցկտումն է։ Մենք բոլորս կուզենք լալ մեկ ժողովուրդ, մեկ պետությամբ, մեր պատմական հողերուն վրա։ Ուրալ գտնվենք անբադիժ թրքական ցեղասպանության ժառանգները լալով, կուզենք շարունակել գազմել մեր միասնությունը ընտանիքի եւ համայնքի մեջ խաղաղությամբ եւ խաղաղ մթնոլորտով։ Բայց մեր հայրենիքը ունի բանջներ, որոնք չեն կրնար անդեսել, եթե կպնտենք մեր հայի ինքնությունը։ Անմիջապես կենտրոնական եւ վճռական բանջներ վերադարձնել հայրենիքին պատկանող յուրաքանչյուր նահանգը, որոնք հանձնված են Թուրքիային մեր ազգի թեմ կատարված անբադիժ ցեղասպանության հետևանքով։ Եվ նաեւ այն երկու նահանգները, որոնք բռնազավթված են Ադրբեջանի կողմեն նման ընթացակարգով, չնայած տարբեր պատմական, հասարակական եւ քաղաքական պայմաններուն։ Պետք չէ մոռանալ, որ մենք դեռևս չենք հաջողած վերադարձնել այն հայկական նահանգը, որ բռնազավթված է Վրաստանի կողմէ։ Ներքին ցանկություններուն եւ չանքերուն դիմաց իրականությունը օրինաչափաբար կհաղթե։ 2025 թվականին հայ ժողովուրդը կգտնվի չափազանց նուրբ վիճակի մեջ։ Պետք է ընդունենք մեր սխալները, որոնք հաջող կարող են լալ հետևանքներ ժողովրդի թեմ մատուցված արյունալի ցեղասպանության եւ հստակ հասկանանք, որ երբեմն գործած եղանք պատմության հոսքի թեմ եւ որպես ազգ ճանաչենք այն նպատակները, որոնք կրնային առավել նպաստել հայկական ազգային շահին։ Այս ինքնակնությունը անհրաժեշտ եւ բարդատիր է ամեն աշխարհասփյուր հայի համար առանց տարբերության։ Պետք է ճիշտ վերաբերմունք ունենանք միության եւ ճիշտ ուղիի նկատմամբ, որ թույլ կտա մեզ հասնել երկար սպասված եւ այսօր անհնարի նկատվող խաղաղության քանի միլիմետր անգամ այն տարածքեն, ուր հայերս ապրած ենք անմոռաց ժամանակներեն ի վեր եւ որ մեծ պետությունները իրավականորեն ջանցած են որպես հայկական միջազգային օրենքներու շրջանագին մեջ։ Այդ նպատակով առաջին հերթին պետք է հասկանանք մեր իրավական այն հանձնառությունները եւ իրավունքները, որոնք մեզ կճանչնան որպես բնիկ ժողովուրդ։ Մենք բնիկ եւ հին ժողովուրդ ենք եւ ունենք անխախտ իրավունք ապրիլ մեր պատմական հողերուն վրա։ Եթե մեր երկրի մեկ մասը այսօր հայաբնակ չէ եւ մեր ժողովուրդը ծրված է ամբողջ աշխարհով, պատճառն այն է, որ մենք տակավին զոհ ենք անբադիժ ցեղասպանության։ Ցեղասպանողը գրաված եւ յուրացուցած է մեր պատմական հողերը, որոնք միջազգային հանրությունը շատոնց ջանցած է իբրև հայկական եւ պատկանող հայ ժողովուրդ, այսինքն մեր յուրաքանչյուրին սեփականությունը։ Գոյություն ունեցող այդ իրավունքներեն անտին մեզ ջանցան որպես ազատ եւ անկախ պետություն տասնյակ երկիրներ դեռևս 1920 թվականին եւ այդ ճանաչումը կմնա ուժի մեջ այդ երկիրներու իրավական շրջանակներուն մեջ։ Երկրորդ կարևոր է գիտնալ, որ 1920 թվականին ջանցված մեր հայկական պետությունը փախվեցավ զանգվածային անօրինական արտաքին միջամտություններու դարվան վերջին, որոնք խանգարեցին իր բնական շարունակության եւ զարգացումին որպես անկախ երկիր։ Իրականության մեջ ամբողջ արևմտյան տարածքը բռնազավթվեցավ Թուրքիո կողմէ, իսկ ամբողջ արևելյան մասը ենթարկվեցավ խորհրդայնացման Ռուսիո աստեցութենեն։ Երրորդ միջազգային օրենքի համաձայն եւ ավելի քան 70 տարվան ընթացքին այս անօրինական զավթումները մցուցին նոր քաղաքական եւ օրինական թերակատարներ, որոնք իրենց կամքով իրենց վրա վերցուցին այդ զավթված տարածքներու ինքնիշխանությունը։ Անոնց միջոցով մեր ժողովրդին թելադրելու ուժով մեր նահանգները բաժնվեցան իբրև արժույթային գդորներ։ Լենին Աթաթուրքին դվավ Գարսն ու Արդահանը, իսկ Ստալինը Արցախն ու Նախիջևանը Ադրբեջանին եւ Չավախքը Վրաստանին։ Բոլոր այդ զիջումները ընդհանուր առմամբ կխախտեն միջազգային հասարակական օրենքը եւ կվնասեն հայկական պետության, որն ունի օրինական պահանջ վերստին պահանջելու իր բոլոր նահանգները։ Երբ այս նպատակին հասնենք եւ մեր բոլոր հայկական նահանգները վերականգնվին, պիտի կա ժամանակը գայուն խաղաղությունը հաստատելու եւ երազած երջանիկ ապագան պատկերացնելու համար միասնական պետությամբ Հայաստան ուժեղ, ազատ, անկախ եւ ինքնիշխան իշահ համայն հայության։ Դոկտոր Գիլերմո Կարամանյան, Արևմտյան Հայաստանի Հանրապետության դեսպան, Արժանտինի Հանրապետության մեջ։ Նյութն ամբողջությամբ կարելի է գարտալ մեր պաշտոնական գայքեն։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի մատենադարանի մերձակա տարածքին մեջ տեղի ունեցավ գեղեցիկ ձեռնարկը Արարատը մեր աչքերով խորագրով։ Երեխաները ներկայացուցին իրենց սրտի Արարատը տարբեր գույներով եւ պատկերներով։ Ցուցահանդեսը դարձավ իսկական տոն թե փոքրիկներուն եւ թե ներկաներուն համար։
Հոկտեմբեր 2-ին Արևելյան Հայաստանի ազգային ժողովը առաջին ընթերցումով մերժեց «Ընդդիմադիր Հայաստան» խմբակցության ներկայացուցած օրենսդրական նախագիծը, որով նախատեսված էր քրեականացնել հայերու ցեղասպանության ժխտումը։ Նախագիծը ներկայացուցած Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյան նշած է, որ նախատեսված էին վարչական եւ քրեական պատժամիջոցներ դուքանքներեն մինչեւ ազատության սահմանափակում։ Կառավարությունը եւս մայիսին բացասական եզրակացություն տված էր նախագիծին, զայն համարելով ավելորդ։ 20-րդ տարասկզբին Այնտաբի շուգան կհանդիսանար հայկական համայնքի տնտեսական եւ հասարակական կյանքի աշխուժ կետրոն։ Այնտեղ հայ ընտանիքները սպառված էին արհեստներով, արևդուրով եւ սննդամթերքի վաճառքով, պահպանելով թարավոր մշակութային եւ տնտեսական ավանդությունները։ Շուգան ոչ միայն կապահովեր ապրանքներու շրջանառություն, այլև կարևոր դեր ուներ համայնքային կյանքին մեջ դառնալով հանդիպման, շփման եւ փոխադարձ օգնության վայր։ Լուսանկարին մեջ ներկայացված է Օսմանյան կայսրության հայ պետական գործիչ Գաբրիել Էֆենդի Նորադունկյան։ Ան 1908 թվականին նշանակվեցավ Արևդուրի նախարար, իսկ 1912-1913 թվականներուն վարեց նաև արտաքին գործոց նախարարի պաշտոնը։ Նորադունկյան կհամարվի այն քիչ հայ քաղաքական գործիչներեն մեկը, որուն հաջողեցավ հասնել բարձր պաշտոններու Օսմանյան կառավարման համագարկին մեջ։ 1916-ին Ադանայի մեջ հռչակվեցավ Կիլիկիայի հայկական հանրապետությունը։ Սկիզբը այն գտնվեցավ Ֆրանսիայի մանդատի տակ, բայց 1921-ին ֆրանսական ուժերու դուրսբերումեն հետո մնաց անպաշտպան եւ թրքական ներխուժման հետևանքով վերացավ։ Կոտորեցավ շուրջ 100,000 հայ, իսկ ավելի քան 1.5 միլիոն մարդ լքեց հայրենիքը։ Կիլիկիայի փորձը ցույց տվավ, որ պետությունը չի կրնար փրկվել միայն դաշնակիցներու շնորհիվ։ Անհրաժեշտ է սեփական կազմակերպվածություն, ինքնապաշտպանություն եւ միասնականություն։ Շուշին, որոն մասին մանրամասն կգրե Աթոն իր հայ թրքական ընդհարումը Կովկասում աշխատության մեջ կգանքնի Արցախի լեռնաշղթայի վրա կիրսի կակատներու պեշերուն բնական ամրոցի մնման։ Հին աղբյուրներուն մեջ քաղաքը հիշադակված է Ղալա անունով։ Շուշին գարձր ժայռերու վրա կառուցված քաղաք էր, որուն թիրքը առաջին անգամ տեսնողին հիացում կներշնչեր։ Քաղաքի հիմը դրած էր Փանախ խանը 1752 թվականին։ Շուշիով հոսող երկու քեդակներ կգազմեն Գարգար քեդի սկիզբը։ Վերին թաղամասերուն մեջ կփնագեին հայերը, իսկ ներքևի հատվածին թուրքեր։ 19-րդ դարու վերջին Շուշին ուներ մոտ 33,000 բնակիչ։ Քաղաքի կենտրոնը հայերու շուգան էր։ Թեև Շուշին կավարական քաղաք էր, սակայն իր գեղեցկությամբ կգերազանցեր Կանցակն ու Երևանը։ Տնտեսական առումով սակայն աղքատ էր։ Քաղաքի 3 գլխավոր փողոցներն էին Թատրոնի, Ակուլիաց եկեղեցու եւ Փոստի փողոցները, Ուրգային եկեղեցիներ, խանութներ եւ թատրոն։ Սակայն փախումներու հետևանքով հայկական թաղամասերու մեծ մասը վերածված էր ավերակներու, մինչ թրքականը համեմատաբար քիչ կդուժեր։ Հայ նշանավոր նկարիչ Արշակ Ֆեթվաչյանը, առաջին հայ չրանագարիչն ու հայկական թղթադրամներու հեղինակ, առանձնահատուկ տեղ գրավեց իր անիի պատկերներով։ 20-րդ տարասկզբին ան ստեղծեց շուրջ 30 չրաներկ եւ մոտ 1500 մատիտանկար, որոնց մեջ պահպանված են Բագրատունյաց մայրաքաղաքի եկեղեցիներն ու հուշարձանները, որոնց մեծ մասը այսօր արդեն ավերակ է։ 1906-ին Վիեննայի մեջ հրատարակվեցավ անիի 15 չրաներկ աշխատանքները կազմված բացիկներու հավաքածու։ Թեև Ֆեթվաչյան երազած էր ավելի մեծածավալ ծրագիր անիի մանրակրկիտ վերակազմություն ստեղծել, սակայն այդ գաղափարը չիրականացավ։ Այնուամենայնիվ անոր չրաներգերը ցուցադրվեցան 1908-ին Թիֆլիսի մեջ եւ մինչեւ այսօր ալ կդպավորեն Քունայի ներդաշնակությամբ եւ ճարտարապետական ճշգրտությամբ, փոխանցելով նկարիչի հիացմունքն ու ցկտումը, պահպանելու եւ ներկայացնելու մեր միջնադարյան ճարտարապետության կանցերը։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։